Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների 13-րդ օրը երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առաջին անգամ ուղերձով դիմել է ժողովրդին։ Նրա ուղերձը հեռուստատեսությամբ ընթերցել է մեկնաբանը։ Մոջթաբա Խամենեին բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ջանքերը հայրենիքը պաշտպանելու գործում եւ խոստացել է վրեժ լուծել բոլոր զոհերի, հատկապես Մինաբի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված 170 երեխաների համար։ Խամենեին նշել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ հարձակումները կշարունակվեն, կթիրախավորվեն տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները։ Մոջթաբա Խամենեին նաև հայտարարել է, որ Իրանը պետք է շարունակի օգտագործել Հորմուզի նեղուցի փակման լծակները։ Երկրի նոր գերագույն առաջնորդի խոսքով Իրանը փոխհատուցում կպահանջի հարվածների հետևանքով հասցված վնասի համար։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրերը, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է, թե երբ է նա վիրավորում ստացել չի նշվել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտի միակ ճանապարհն է ապագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքների տրամադրումը, փոխհատուցման վճարումը եւ իր միջուկային օբյեկտներում միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի իրականացման Իրանի իրավունքի ճանաչումը։ Փեզեշքյանը շեշտել է, Իրանը հանձնառու է տարածաշրջանում խաղաղությանը։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա եւ ոչնչացնի Մերձավոր Արևելքը։ Նրա խոսքով ԱՄՆ-ն նավթի խոշորագույն արտադրողն է եւ նավթի գնի աճից իրենք մեծ գումար են աշխատում, սակայն իր համար ավելի կարեւոր է Իրանին կանգնեցնելը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրենք հասել են վերջնագծին, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է անմիջապես ավարտվի։ Կարծում եմ, մենք շատ լավ վիճակում ենք, գլխավորը այն է, որ մենք հաղթենք արագ, բայց հաղթենք։ Շատերը ասում են, որ արդեն հաղթել ենք, հարցն այն է, թե երբ ենք կանգ առնելու։ Մենք չենք ցանկանում թույլ տալ, որ այս ամենը նորից կրկնվի, մենք կցանկանայինք այնտեղ տեսնել մեկին, ով գիտի ինչ է անում։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա որևէ մեկին Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել։ Մենք տեսնում ենք, որ Իրանի համար անջատողական սցենարներ են մշակվում։ Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի։ Մենք թույլ չենք տա, որ նման սխալ քայլ կատարվի։ Ֆիդանը նաև հայտնել է պատերազմի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին, ընդգծելով դրա ազդեցությունն ինչպես միջազգային շուկաների, այնպես էլ տարածաշրջանի վրա։ Ռազմական գործողությունների ընդլայնման վտանգը դեռևս պահպանվում է։ Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի։ Որևէ հարց չպետք է առաջանա Իրանի տարածքային ամբողջականության հետ կապված։ Չպետք է հետապնդվեն ռեժիմի փոփոխության նպատակներ։ Տարածաշրջանը պետք է հնարավորինս շուտ վերադառնա բնականոն հուն։ Ռուսաստանն իր հերթին ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ է արել դադարեցնել Իրանի դեմ պատերազմը եւ վերադառնալ բանակցությունների։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով Իրանում եւ հարևան արաբական երկրներում քաղաքացիական թիրախներին եւ ենթակառուցվածքներին հարվածներն անընդունելի են։ Երկխոսության կոչերին զուգահեռ ռազմական գործողությունները շարունակվում են ամբողջ տարածաշրջանում։ Իսրայելը հարվածել է Թեհրանին եւ Իրանի արևմտյան շրջաններին։ Թիրախավորվել են Թալեղան միջուկային կենտրոնը, ԻՀՊԿ-ի կենտրոնակայանները, հրամանատարական կենտրոնները, բալիստիկ հրթիռների պահեստները եւ գործարանները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանն օրեցօր կորցնում է իր ռազմաօդային կարողությունները։ Միևնույն ժամանակ ըստ ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրների Պենտագոնն օրենսդիրներին հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթն ԱՄՆ-ի համար արժեցել է ավելի քան 11 միլիարդ դոլար։ Իսրայելի եւ Հզբոլահի միջև հակամարտությունը եւս շարունակվում է։ Նորից թիրախավորվել է Բեյրութը, կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելական հարվածից հետո Լիբանանի բանակը զինվորներ է տեղակայել մայրաքաղաքի ափամերձ շրջանում։ Լիբանանում զոհերի թիվը հասել է գրեթե 690-ի, 800,000 մարդ տեղահանվել է։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակին հրամայել է պատրաստվել Լիբանանում գործողությունների ընդլայնման։ Զոհերի թիվն ավելացել է նաև Իրանում, ռազմական գործողությունների սկզբից ի վեր երկրում զոհվել է շուրջ 1350 քաղաքացիական անձ, այդ թվում 198 երեխա։ Ավելի քան 17,000 մարդ վիրավորվել է, 3 միլիոնից ավելի մարդ տեղահանվել։ Իրանն իր հերթին շարունակում է հարվածները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Իսրայելում 50 թիրախ խոցելու, Հորդանանում եւ Սաուդյան Արաբիայում ամերիկյան ռազմաբազաներին հարվածելու մասին։ Իրաքի ափերին 2 նավթատար լցանավ է խոցվել պայթուցիկով բեռնված հեռակառավարվող նավակներով, 1 նավաստի զոհվել է։ Իրաքը դադարեցրել է նավահանգիստների գործունեությունը։
Չնայած ԱՄՆ-ն եւ Իսրայելը հայտարարում են, որ ոչնչացրել են Իրանի հեռահար զենքերի մեծ մասը, այնուամենայնիվ Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում եւ Օմանում նոր հարվածներ են արձանագրվել։ Մերձավոր Արևելքում խափանվել են նավթի մատակարարումները, ինչը մեծապես ազդել է էներգակիրների գների վրա։ Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 1 բարելի դիմաց $100։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ աշխարհը պետք է պատրաստ լինի նրան, որ նավթի 1 բարելի գինը կհասնի $200։ Նավթի գնի աճը զսպելու համար էներգետիկայի միջազգային գործակալությունը երկրներին առաջարկել է ռեկորդային ծավալի 400 միլիոն բարել նավթ բաց թողնել իրենց ռազմավարական պահուստներից։ Վաշինգտոնը հայտարարել է, որ բաց կթողնի 172 միլիոն բարել նավթ։ Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով էներգետիկայի միջազգային գործակալության բոլոր 32 անդամ երկրները համաձայնել են այս նախաձեռնությանը։ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը համաշխարհային շուկայի պատմության մեջ նավթի մատակարարման ամենամեծ խափանման պատճառ է դարձել։ Պարսից ծոցի երկրները կրճատել են նավթի ընդհանուր արտադրությունն օրական առնվազն 10 միլիոն բարելով։ Այս ծավալը հավասար է համաշխարհային պահանջարկի մոտ 10%-ին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։